Բարև ձեզ կառավարության հարգելի գործընկերներ, հարցս ուղղում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Մեծարգո վարչապետ, օգոստոսի 8-ի հռչակագիրը մեծ հարված էր, սառը ցնցող էր ընդդիմության համար, քանի որ նրանք կորցրել են պատերազմի եւ անվտանգության թեման, որպես քննադատության գլխավոր գործիք։ Թվում էր, թե հռչակագիրը պատասխանել է շատ հարցերին, բայց ավաղ ստերը շարունակվում են, ակամա հիշում եմ Ուինստոն Չերչիլի խոսքերը, որ սուտ աշխարհը կանցնի մինչ ճշմարտությունը հասնի տաբատ հագնել։ Պարոն վարչապետ, կխնդրեի ձեզ գրկին համառոտ պատասխանել, թե ինչ է կնքվել օգոստոսի 8-ին եւ ներկայացնել հռչակագրի հիմնական դրույթները եւ նշանակությունը։ Շնորհակալ եմ Տիկին Ղազարյան հարցի համար։ Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կնքվել է խաղաղություն։ Եթե կարճ դա է տեղի ունեցել, ինչպես առիթ ունեցել եմ ասելու։ Այդ որովհետեւ շատ ասվում է, որ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը ընդամենը նախաստորագրվել է, ինչ որ առումով այո, խաղաղության Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը ընդամենը նախաստորագրվել է, մինչդեռ այսպես ասողների եւ սա որպես այդպես գրեթե ոչինչ ներկայացնողների 77.6%-ը հունվար, փետրվար, մարտին կանխատեսում էր, որ օգոստոսի 8-ի կողմերը պետք է պատերազմ լինի։ Այդ մոռացել են արդեն, ոչ մեկ չի հիշում, որ արդեն բայց ընդունվել է հռչակագիր, խաղաղության հռչակագիրը ընդունվել եւ էլի ասում են, որ գիտեք ինչ, դե ընդամենը խաղաղության հռչակագիրը ընդունվել։ Ես այս վերջերս առիթ ունեցա ասելու, որ տեսեք 1990 ըստեյության 94 թվականից Ղարաբաղի հարցի բանակցային գործընթաց է տեղի ունենում եւ երբեք Ղարաբաղի հարցի բանակցային սեղանին հռչակագրի նախագծից բացի ուրիշ որևէ թղթի նախագիծ չի եղել։ Այսինքն այն պատկերացնում ես ժանրի մասին եմ ասում։ Ժանրի մասին եմ ասում, այսինքն եմ ասում եմ, հա հռչակագիր է, էլի ստորագրվել։ Շատ լավ, հա լավ հռչակագիրը ստորա, բայց թե հռչակագիրը տենց այդ բանը, այս 30 տարի ինչի ենք բա այս պետության, ժողովրդի, էներգիան ամբողջ օրակարգը կենտրոնացում է ընդամենը հռչակագրի վրա։ Հաստատվել է խաղաղություն։ Եվ այստեղ էլ եմ ես ասել, որ այսինքն դա տարակուսած հայացքներ են այտենց դալիճում երևում, այսինքն նորություն եմ ասում, որ հռչակագրի տեքստը ստորագրվել, որից հետո, եթե այդ հռչակագիրը ստորագրվեր, նոր ինքը արդեն կարող էր եւ այնտեղ նախատեսված էր այդ բոլոր բանակցային թղթերում, որ այդ համաձայնագրի ստորագրումից հետո կողմերը կսկսեն աշխատել խաղաղության համաձայնագրի վրա։ Հաստատվել է խաղաղություն։ Եվ ինչպես դուք իրավացիորեն նշեցիք, դա շատերի ծրագրից դուրս է։ Եվ հիմա ինչա պետք է անել այդ խաղաղությունը։ Պետք է այնպես անել, որ այդ խաղաղությունը քայքայել, այդ խաղաղությունը վիճեցնել եւ պետք է նայել եւ հնարավոր չի չտեսնել, որ այսպիսի շահագրգռություն ունեցող ուժեր կան եւ Հայաստանում եւ հեռավոր եւ մերձակա մոտակայքում հաստատվել է խաղաղություն։ Կարճ ձեր հարցի պատասխանը դա է, այլ բան, որ այդ խաղաղությունը հաստատված պետք է այս կետից մենք զարգացնենք դեպի ինստիտուցիոնալ ուժեղացում։ Ի հեճուկս նրանց, ովքեր ուզում են այս կետից զարգացնել դեպի ինստիտուցիոնալ ոչնչացում։
Արձագանք։ Նորակալ եմ։ Ինչու եմ ես նշել, որ ընդդիմադիր գործընկերները ստում են։ Ինձանից կարող են նեղանալ, բայց ես փաստում եմ, երբ որ գործընկերս ասաց, որ օգոստոսի 8-ին կնքվել է հռչակագիր, որը ոչ մի ուժ չի ունենալու, այդ իսկ պատճառով ես ցանկացել եմ այդ հարցը ձեզ ուղղել, եւ քանի որ առավոտյան խոստացել է այդ տաքսու վարորդին, որ ձեզանից հարցնել եմ, թե ինչու եք դուք նորից ձեր էջում փակցրել մուրճի նկարը, խնդրում եմ պատասխանեք, որ չդառնա, որ ես ձեզ այդ հարցը չեմ ուղղել, շնորհակալ եմ։ Գիտեք, ես այդ մուրճի նկարը չեմ փակցրել, այդ մուրճը իմ սեղանին դրած ա եղել այս ողջ ընթացքում։ Երեք իմ Facebook-յան էջը վարողը եկել էր առավոտ, տեսավ նկարեց, դրեց Facebook։ Ինքն էլ հեն այնտեղ նստած է։ Մնացած հարցերը, այսինքն իմ կյանքում այդ նկարով ոչ մի բան չի փոխվել։ Եթե այդ նկարի բացակայությունը ոմանց ներշնչել էր, թե իրենց կյանքում է բան փոխվել, իրենք սխալ էին ընկալել։ Այդ նկարի բացակայությունը իրենց կյանքում էլ բան չի փոխել, մեր կյանքում էլ բան չի փոխել։ Այնպես որ բոլոր հարցերով կարող եք դիմել։ Նկատի ունեմ իմ տեսակետից որևէ փոփոխություն չկա։ Շնորհակալություն, պարոն վարչապետ։